Ես երբեք մարզվելու հետ կապված խորհուրդ չէի վերցնի այն մարդուց, ով որ ստերոիդներ է անում։ Ստերոիդները մկանային աճի համար լրիվ առանձին ստիմուլ են, որոնք որ մարզվելու հետ ընդհանրապես կապ չունեն։ Ու որպեսզի դուք հասկանաք, թե ստերոիդների էֆեկտը մկանային աճի վրա ինչքան մեծ է, կանանք այս հետազոտությանը նայենք, որտեղ որ համեմատում են երկու մարդկանց խումբ, առաջինը, որը ստերոիդներ չի անում ու մենակ մարզվում է, ու երկրորդը, որը որ չի մարզվում ընդհանրապես, բայց շաբաթական 600 միլիգրամ տեստոստերոն է ստանում։ Այն մարդկանց խումբը, որը որ մենակ տեստոստերոն է ստանում, բայց չի մարզվում, ավելի շատ մկան է աճացնում, քան մարզվող խումբը առանց ստերոիդների։ Կամ կարանք նայենք այս հետազոտությանը, որտեղ մարդիկ 12 շաբաթ ստերոիդներ են օգտագործում ու դրանից հետո դադարում են ու միայն մարզվում են, բայց միևնույնն է մկան են կորցնում։ Ստերոիդների էֆեկտը մկանային աճի վրա այդքան մեծ է, որ դու բառից բուն իմաստով կարա ստերոիդներ անես, պարապմունքների հետ կապված ամեն ինչը սխալ անես ու միևնույնն է շատ լավ արդյունք ունենաս։ Սրա պատճառով մեր իրականությունում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր որ ստերոիդների ու իրանց գենետիկայի հաշվին շատ լավ արդյունքի են հասել, սակայն կարողանում են մարդկանց համոզել, որ այդ իրանց պարապելու մեթոդներն են, որ իրանց sense արդյունք են տվել։ Ես անձամբ կլսեի մենակ այն մարդու խորհուրդներին, ով որ կարողանում է իր ասածները ռեալ փաստարկներով հիմնավորել, որովհետև լավ մարմին ունենալը դեռ չի նշանակում, որ ինքը ընդհանրապես ինչ-որ բան մարզվելուց հասկանում է։